Ահա, օրը նորա բացվե, տեսեք արդեն ինձ են սպասում, չեմ ուզում շուտ իմանան, ակուն եմ գնում, որ այս կողմերը անցնող մարդկանց տեսնելուց որցուկը շգա ու չհաչա, բայց որցուկի դեպքում երևս դա անզսպելի է, որցուկ արի, որցուկ, Որցուկ արի, ես ունենամ, են մարդկանց վրա չի գնա անիմաստ հաչա, դու էլ մի վազի գալիս եմ, լավ էլի, այ այդպես եք անում, որ հասկացա ինձ տեսնում ուրախանում եք, մարդկանց ես չեմ բացատրի, որ դրա համար եք հաչում, ու անվնաս եք, գնաց որցուկը, անցի, դուք ինձ գժվացնում եք, ձեր պահվածքով, ուր գնաց, գնաց, գլուխն առավ գնաց, մի կիլոմետրով պետքա հաչա, մայրամն եկել է, վայ, որցուկ, քո հետ ոնց վարվեմ, մի բրդի էլի զաբել, տեսնում ես, մի կերպ եմ քայլում է սառած վիճակում, դեռ -10 աստիճանը պահպանվում է առավոտյան, ես չգիտեմ 18-20 աստիճանը երբ է տաքանում կամ այդ ինչ 18-20 աստիճանը, ուղղակի -18-ը դարձել է -10, ընդամենն այդքան է, եկեք, արի որցուկ, արի գիժ, պոպուշս, դե անցի եկա, լունտիկը ներսում էր, թե արդեն այն կողմա, անցի մոտիկս, միակ լավը, որ չեն գալիս ես ցրտին էստեղ ոչ ոք չի բացում ու իրենց կերը մնում է, հա, լունտիկ ինձ նայի մի հատ, վիճակը ինքը, դե լավ, հիմա ջուրը լցնեմ, դե լավ սիրուններս, ջուրը խմեք, կերեք, ես գնամ, լավ զաբել, ամեն անգամ գալիս բարձրանում ես ինչ, աստիճանները նույն վիճակն է, նույն սառած վիճակն է, ու պիտի փորձեմ իջնել, մինչև ես ես խայտարակ ճանապարհով գլորվելով գնում եմ հասնեմ իրենց տեղը, իրենք երկու ճանապարհով վեր ու վար են անում, գնում գալիս, երևի զարմանում են, թե ես ինչ եմ ես արագ չեմ գնում իրենց պես հայ դանդաղ հազիվ հև քայլում եմ, մինչև այսպես խելոք չմնաք, հա ջուր ես ուզում Ավրորա գիտեմ, տեսեք, հասկացա, հեսա բերել եմ, որ լցնեմ, մրսում ես, ով էր քեզ խնդրում այդքան տրճիկ տայր ծների մեջ, դե վերջ, լավ, էլ մի հետս կռիվ արա, հա սիրունս, արի սիրեմ, կերար վերջացրեցիր ենտեղ, կավիլացնեմ էլի, ու կուտենք, կերեք, որ տակ մնաք, եկել ես որցուկ ետ ես ուտում, դե կերեք ու հետևիցս ոչ մի դեպքում չեք գալիս, ինչքան հաչացիք բավարար է, եղա որցուկ, մասնավորապես քեզ է վերաբերվում, չգիտեմ եղանակները ինչ ոնց, այսօր առավոտյան -10 աստիճան էր, որ ես եկա, ու դեռ ամեն ինչ սառած է, ձյունը չի հալել, վաղվանից են ասում, տաքանում է, տեսնենք որքանով գոնե ձյունը կսկսի հալվել, չգիտեմ, շների հաչոցներ են լսվում հեռավոր տեղից, սա որ վերջանում է ևս գործարանի տարածքա, որտեղ ևս կան բավականին շատ շներ, իսկ արևը ուզում է դուրս գալ, բայց քանի որ ցուրտ է, ձյունը այս հսկայածավալ չի հալում, արի, ոնց ես Սամչ, արի քո տեղը, այստեղ սառույց, արի այստեղ կես լցնեմ ուտես, լավ, դե կեր Սամչոյ, կեր ես վազեցի մյուսներին, հա Արջո ջան, դու էլ այստեղ ես, մի ժամանակ ասում էին արջո երեխեքի վրա է հարձակվում, բա ինչի չհարձակվեց, արի լավ Արջո, արի ես կողմ քեզ էլ, կեր Արջո ջան, կեր ես գնացի, հաջողություն լավ պահի քեզ, կերերը իհարկե լցրեցի, բայց ամեն դեպքում
Սա ես չեմ թափե գետին, երևի մնացած եղե կամ իրենք են շրջե, կամ չգիտեմ այստեղ ովքեր են գալի, նրանք են շրջե։ Ամեն դեպքում աչքները կարծես թե վախեցել է այս կողմ գալու, չգիտեմ, երևի շատ են մարդիկ գալիս, իսկ նրանք վախկոչություններ են փորձում գտնել, եթե Երևան, եթե ոչ, ամեն դեպքում գերեք թողնեմ։ Տիրուն ջան, ընդհանրապես քեզ չէի կանչում, իրանց էի կանչում, բայց ոչ ոք չերևացին։ Դու չգիտես, սպիտակի, արջուկի, սևուկի, վախկոտիկների տեղ ուր են գնում, թաքնվում, հեն։ Ինչ-որ մի թաքստոց ունեն, հավանաբար, դու չգիտես, տեղյակ չես, հա ես են Ռեքսն է, իբրև տերով շունը։ Ինչու եմ այդպես ասում, որովհետև ինձ համար կամ պահում են շուն նորմալ պայմաններով, գերազանց կամ չեմ պահում, ենքան որ շուն չեմ պահում, վերջ երբ պիտի տան Հայաստանում ենքան որ շուն պահելու ավանդույթին, ասենք, հա ինչ, կապել են, որ չգաս ես կողմ երևի, դե գնացինք սիրուն, լավ երևի տերերդ կգան, գերը են կողմնա, չեմ կարա այդքան բերեմ լծել, սիրուն ջան, են վախկոտիկներից խմբից տեղեկություն չունես, դու մարդամոտ ես, դու մարդկանցից չես փախչում, դա և դրական է և բացասական, դրական է, որ երբ ուզեմ կարող եմ իրեն վերցնել, տանել, իսկ նրանց չեմ կարող, բայց նաև իրեն կարող են վնասել, իսկ նրանք, որ փախչում են, թվում է, թե չեն կարող վնասել, չնայած օրը մեկի մոտ մի վնասված տեսնում եմ, ամեն դեպքում վնասողը վնասում եմ, հեռուներից հաչոցների ձայներ են գալի, էդ իրենք են, հա, սիրուն, ասում է չգիտեմ, դե լավ, արի մենք գնանք իրենք հեռուներից կգան, կուտեն, միևնույն է կերը լցրել եմ, ուջուրներ, գնացեք մտեք, հա, իրանց ասեցիր, որ են կողմից մտնես, սիրուն, ինչ ես անիմաց լարվում, գիտեմ, որ ուզենայիր բռնեիր, կբռնեիր, դու չես բռնում փիսոներին, իսկ կերը փիսոների լցրել եմ հեստեղ, այդ երկու փիսիկները իրականում մարդամոտ չեն, այսքան կերակրում եմ, բայց չեն գալիս, դու էստեղ կեր, ու բաշս, ես կեր վերցնեմ, տեսնեմ, մյուսներից ինչ կա, կեր արևս, արդեն մի քանի օր է փորձարկման համար դույլի մեջ լցրել եմ ձյուն, դրած է ավտոտնակում և անգամ ավտոտնակում ձյունը չի հալվել, միայն այսքան հատկացը ես եմ մաքրել, որպեսզի կենդանիների կարողանամ կերակրել և դուռը բացել, համատ արած ձյունը, չգիտեմ երբ կհալվի, դե գնացի սիրուն, սոված շունիկներ լինի, կասես գան ուտեն, սա եղավ, հաջող